Բարի արև իմ սիրելի հետևորդներ, սիրելի հայեր, գաղափարակիցներ, այսօր հունվարի 16-ն է իմ օրացույցով Վեներայի օրը, Վեներանը մեզ բաժին ընկել գեղեցկությունը, սերը, ճաշակը, ֆինանսները եւ մենք տարվա այսօր կարելի ասել տարին բացում ենք, իհարկե դուք գիտեք, որ ես նոր տարին ինձ համար սկիզբը դա մարտ ամիսն է, ինչպես նաեւ Սուրբ Ծնունդը, որտեղ ես չեմ մտնում Սատուրնի իշխանության տակ չեմ ուզում ներքո չեմ ուզում ես դիմավորել նոր տարի, Սուրբ Ծնունդ եւ այլ այդ ամենը ես նշում եմ մարտին, երբ արևը մտնում է բարձրակետ տեղավորվում է այդտեղ բարձրակետում, այդ ժամանակ էլ ես այդ բոլորը նշում եմ։ Գիտեք ինչ, տեսեք, այսօր 16-ն է, 18-ին կլինի արդեն նորալուսինը, իսկ 20-ին արդեն արևը կմտնի ջրհոսի նշան, այսինքն մենք ազատվում ենք Սատուրնից։ Մեկ-երկու խոսքով նոր բան եմ ուզում ասել, այն ինչ որ խոսել եմ շատ Սատուրնի մասին, թե ինչու եմ ես մարտին սկսում եւ այլն, այսօր մեկ ուրիշ բան ես ձեզ կներկայացնեմ, որը իհարկե միգուցե ես չանդրադառնայի, բայց արդեն մի քանի դեպքեր կան, գիտեք, օրինակ այս Շվեյցարիայում այդ դեպքը հիշում եք, դեկտեմբերի վերջին, հենց եկել էին ամանորը նշելու եւ այդտեղ շատ էին մեծամասնությունը եղել էր անչափահաս, այսինքն մինչեւ 18 տարեկան հավանաբար Եվրոպայում ապրողների համար դա այդքան բարդ բան չի, հա, ղեզեղվ են անում եւ գնում են Շվեյցարիա շատ ավելի ապահով, կարելի է գնալ այնտեղ եւ նշել ինչու ոչ, բայց այսպեսի մի բան կա, Սատուրնը ըստ առասպել ինքը կուլ է տալիս երեխաներին եւ այդ ժամանակահատված, այսինքն դեկտեմբերի 22-ից մինչեւ հունվարի 22-ը ինքը բարձ ժամանակահատված է, անպայման ինչ որ միտեղ աշխարհում, միգուցե մի քանի տեղ, հա, ուրեմն մինչև 20 տարեկան հիմնականում մինիմումը 5-ից բարձր։ Իհարկե կարող են առանձին այդպես լինել, բայց հիմնականում երբ որ խմբով հավաքվում են, կամ այսպես անեկդոտ կա, չէ, բոլորը հավաքվել են մի նավի վրա, ովքեր որ պիտի մահանային, ովքեր որ պիտի գնային ջահել, զոհ մատուցվեր, այսպես ասած, իրանք բոլորը հավաքվում են միտեղ։ Այդ անեկդոտի մեջ կա շատ մեծ իմաստնություն, շատ։ Եվ այդ երեխաները փաստորեն ամանորը նշելիս հավանաբար եղել են ալկոհոլի կամ նարկոտիկի ազդեցության ներքո, ինչ որ մի մուտքը փակ եղել, ծառող կան, այսինքն այնտեղից որտեղ որ սնունդը ներմուծվում է կամ այլ բաներ, մի խոսքով դա փակ է եղել, ինքը նկուղային հարկ է եղել եւ այդ կերպ արդեն վարվել է եւ իրենք չեն կարողացել ու մինչեւ եկել են փրկելու, փաստորեն 40-ից 50 հոգի մարդ մահացել է։ Հիմա դա ուրեմն ինչ է ուզում ասել, Սատուրնն էր, որ կուլ տվեց երեխաներին, դուք հիմա կասեք մահեր շատ են լինում, լինում են, տարբեր իհարկե իրադարձություններ կլինեն եւ այլն, բայց Սատուրնը շատ կոնկրետ այդ ժամանակահատվածում կրկնում եմ դեկտեմբերի 22-ից հունվարի 22-ը պլյուս մինուս 1-2 օր, նայած ինքը նահանջ տարի է թե ոչ։ Այդ ժամանակ ուրեմն անպայման երեխաներ 5-ից սկսած 5 քանակը 5 հոգուց սկսած ավելի բարձր, ուրեմն անպայման այսպես ասած զոհ են մատուցվում, չգիտեմ, անվանել ռիտուալ անում են թե չեն անում, բայց Սատուրնը տեզերք այդ էներգիան կա, ինքը անպայման որտեղ որ հավաքվում են երիտասարդությունը շատ վտանգավոր է, ինքը այդտեղ կյանքը վերցնում է միանգամից կուլա տալիս, պատկերավոր ասված։ Եվ եկեք հիշենք Հայաստանի դեպքը, շատ հեռու չգնանք, Շվեյցարիա չհասնենք, եւ հիշենք Հայաստանում, երբ 15 զինվոր վարվեց, դրանք հավանաբար բնականաբար 30-40 տարեկան չէին, մինչև 20 տարեկան, ինչպես որ ասացի, այդ տարիքի երեխաներ էին, տղաներ էին եւ իրենք վարվեցին, իհարկե ես կարծում եմ այդպես քնաստեղավարվելը հեքիաթ է հիշեցնում, դա ավելի շուտ սպանել են, թունավորել են կամ սպանել են, հետո այրել են, որպեսզի հետքերը մաքրվի։ Այսպեսի բան, այսինքն դա հունվարի 19-ին էր, այսինքն մենք տեղավորվում ենք դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 22-ը։ Այդ ժամանակահատվածում, այնպես որ դուք իմացեք եւ ձեր երեխաներին ցանկալի չի, որ գնան ինչ որտեղ հանգստանալու կամ այդ ժամանակահատվածում, եթե նույնիսկ ծառայում են, թող լինեն զգուշ այդ ժամանակահատվածում նշածս, թող լինեն զգուշ, որովհետեւ երբ երիտասարդները հավաքվում են միտեղ, այդ ժամանակ
այտենց կուլա տալիս Սատուրնը, ու մնաց, որ ասենք ես այս հասկացողությունը արդեն սա իմանալով, գիտակցելով, ուրիշ բան, երբ որ մարդիկ չգիտեն, որտեղ սա դուք ոչ միտեղ չեք կարդա, որ սա կապված ասենք Սատուրնի հետ եւ այլն, այսպիսի վերլուծություններ չեք գտնի դուք, եւ չիմանալով, արդեն հիմա դուք գիտեք ովքեր որ ինձ լսում են, արդեն ինֆորմացված են եւ ձեր երեխաներին թողնեք, որ գնան անչափահաս ինչ որ միտեղ նշեն, փորձեք այդ ժամանակահատվածում թույլ չտալ այդպես չնայած հայերը իրենք երեխաները ընտանիքի հետ ավելի շատ են կապված, ասենք ինչ որտեղ գնա դա Եվրոպային է բնորոշ, այդ առումով կարծես թե իրենք ապահովված են, հայերը ապահովված են, բայց տեսեք բանակում ուրեմն այդպիսի դեպք եղավ սա Սատուրնի մասին եւ իհարկե հունվարի 20-ին արդեն մենք ազատվենք Սատուրնից, որտեղ Սատուրնը ինքը առանձնապես լավ բան, գիտեք, յուրաքանչյուր մոլորակ եւ վատն է բերում եւ լավն է բերում, ուղղակի լավը պիտի վերցնես, ինքը սովորեցնում է, ինքը դիսցիպլինան ամեն ինչը տեղը տեղին պետք է լինի, եթե դու այդպեսին չես, ինքը քեզ պատժում է, մանավանդ երբ ինքը հայտնվում է քո նշանում, քեզանից պահանջում է ամեն ինչ տեղը տեղին, ոնց ասեն, ամեն ինչ դարակներում տեղավորած, ժամանակին հասնել, ամեն ինչը ժամանակի մեջ տեղավորվել, որովհետեւ դու կարող ես կորցնել ժամանակը եւ չհասցնել շատ բաներ անել։ Այսպես Խրոնոսն է, Սատուրնը ժամանակը, այնպես որ սա պիտի հասցնենք սա, ուրեմն Սատուրնի մասին ես հիմա վերադառնամ ուրեմն այն թեմային, որ ուզում եմ ամփոփել 25 թվականը, իհարկե մանրամասնորեն չեմ դա վերլուծի, ներկայացնի, որովհետև ժամեր կպահանջվեն այդ ամենի համար, բոլորը կատարվել են ու ես այդպես հերթով թվարկելով իմաստ չունի, ես կարևոր իրադարձություններին կանդրադառնամ, որոնք արդեն արտացոլվում են, այսպես ասած, ցույց են տալիս արդեն 2026 թվականը։ Եկեք լսենք միասին։ Այստեղ ինքը փողերը թալանած փողեր են գտնվում մարդիկ թալանել են, այսինքն ղեկավարությունը մարդիկ մեծ հաշվով ղեկավարությունն է հիմնականում թալանում, հիմնական հանցագործը թալանողը դա մենք գիտենք, որ միշտ ղեկավարությունն է եղել, ընդհանրապես գլոբալ։ Այնպես որ նրանք ովքեր այդպես թալանել են, հնարավոր է որ կորցնեն որոշակի գումար, որովհետև Օրանը ինքը բոլոր աստղադետեր չունեն ոչ մի բան, ում դուք չեք ունենա, պետք է այդ ամենը բաժանի կամ մեկի ձեռքից կանցնի մյուսի ձեռքին բոլոր դեպքերում մեկի ձեռքից կանցնի մյուսի ձեռքին։ Հիմա նայեք, ես ինչու սա միացրեցի, ուրեմն ես ներկայացնում եմ Պլուտոնը եւ թե ինքը ինչեր է բերելու եւ դրանք հատ մեկ առ մեկ կատարվում են։ Եվ տեսեք, գումարները մեկի ձեռքից, մի ղեկավարի ձեռքից մարդու ընդհանուր կարող է դա վերաբերել, ասենք եթե ոմանք համագործակցում են մի քանի հոգի, կարող է մեկը շատ գաղտնի մյուսին այդպես խաբելով գումարները վերցնի իր ձեռքը։ Եվ նաեւ դա վերաբերում է, ինչպես որ նշեցի, երկրներին, ուրեմն ղեկավարներին, հա, եւ մենք ուզում եմ նշեմ մի փաստ, երբ առևանգեց Տրամպը Մադուրոին, հա, երբ առևանգեց, տեսեք, ինքը տիրացավ ոչ միայն այդտեղ նավթի պաշարներ, երկրին տիրացավ նավթի պաշարներին, այլ նաև Մադուրոյի փողերին, որոնք թալանվել են, բնականաբար յուրաքանչյուր երկրի ղեկավար, մանավանդ նավթով հարուստ, հա, պատկերացրեք ինչ գումարներ ունի, միլիարդներ, ես կարծեմ 60 միլիարդ, ինչևէ, մեծ գումարներ, որը տեսեք ինչ է ստացվում, եթե Կադաֆին, հիշում եք, իրեն սպանեցին, եվրոպական Շվեյցարիայի բանկում ինքը իր գումարները պահեր տվել այդտեղ եւ բնականաբար իրեն սպանեցին, եթե հիշում եք նաեւ ինքը օգնեց Սարկոզին, որպեսզի Սարկոզին ընտրվի, բավականին գումար հատկացրեց եւ հետո հենց իրենք էլ սարքեցին, տեսան որ շատ գումար ունի, մտածեցին որ ինչու ոչ, կարելի է ուղղակի ոչնչացնել եւ այդ մարդու հարստությանը տեր դառնալ եւ այն մեծ գումարները, միլիարդներ, որ ինքը պահել է Շվեյցարիայի բանկում եւ հենց այդպես էլ արեցին եւ այդ ամբողջ գումարները բնականաբար իր ընտանիքին չվերադարձվեց, այլ մնաց այդ պետությանը։ Այսպես իրանք մենք տենց ենք անում, մենք տենց ենք ուզում, ինչ կարող ես անել։ Մենք վերցնում ենք այդ գումարները եւ վերջ։ Հիմա այստեղ Մադուրոն գնաց մի այլ քայլի եւ ինքը on-line Bitcoin եւ այլն, հա, այդպես ես այդ համակարգին չեմ տիրապետում,
այդ on-line փողերը ինչպես է լինում եւ այլն, բայց ես տիրապետում եմ մի շատ ավելի կարևոր բանի, որ գումարը, ֆինանսները, փողերը դրանք սատանայի գործիքն են եւ էներգիան շատ վտանգավոր է փողի էներգիան, ինքը բերում է մահ, եթե որ ինքը շատ այդպես դու թալանում ես, նախ այդ բացասական էներգիան է, որովհետև այս հողի վրա մաքուր կյանքով եթե ապրես, դու այդքան գումար չես ունենա, սիստեմը այդպեսին է, եթե դու շատ գումար ունես, նշանակում է թալանել ես, եթե թալանել ես, այդտեղ բացասական էներգիան է կուտակված եւ դու վաղ թե ուշ հատուցելու ես դրա համար։ Կադաֆին հատուցեց, Մադուրոն հատուցեց եւ on-line փաստորեն գումարներ պահել էր, մտածելով, որ այստեղ on-line-ը իրեն ձեռքից ոչ մեկ չի կարող գողանալ, դա շվեյցարական բանկերը չեն, որպեսզի ոնց որ Կադաֆիի փողերը տարան, իր փողերն տանեն, բայց իրանք չգիտեն, որ այս երկրի տերը սատանան է, չարի սիստեմում են գտնվում, դու որտեղ էլ դնես փողերդ, մոլորակից ոչ ես հանելու դուրս, մոլորակի մեջ չէ լինելու, ինչ սիստեմ ուզում ա որ դա լինի, միևնույն է դա քո ձեռքից վերցնելու են։ Այնպես որ ինձ պետք չի, որ ես միգուցե սովորական մարդիկ զբաղվեն դրանով, իրանց համար հետաքրքիր լինի ինչ-որ երկիր որ գնան իրեն կարողանան այդ գումարներին տեր դառնալ, բայց եթե մի քիչ շատացավ այդ գումարներին կամ ինչ-որ հարցեր եղան, դա շատ սիրուն ձևով կարող են ձեր ձեռքից վերցնել։ Հենց որ մեծ հաշվով ինձ պետք չի այդ սիստեմին ծանոթանալ, հասկանալ դա ոնց է, ինչ է եւ այլն, որտեղ ես շատ ավելի կարեւոր գիտելիքներ ունեմ ու գիտեմ, որ փողի հետ ինչպես վարվել, շատ փող ինչ է բերում սխալ էներգիան, եթե դու խափում ես մարդկանցից գործը չես անում, բայց գումարը վերցնում ես, այդ էներգիան ուր է տանում, ինչի է հանգեցնելու։ Շատ վտանգավոր է դու պիտի զգույշ լինես ֆինանսների հետ։ Այսպիսի հարցեր կան եւ ֆինանսների մասին որ խոսում էի, որ ինչ որ մեկը գա եւ կվերցնի, այս սրան էի ուզում անդրադառնալ, որ ուրեմն անպայման մեկի ձեռքից անցնելու է մյուսի ձեռքը եւ այդպես Տրամպը շատ սիրուն ոչ միայն Վենեսուելայի տերը դարձավ, ոչ միայն նավթի տերը դարձավ եւ փակեց Ռուսաստան եւ Չինաստան, հա, ուրեմն որպեսզի իրանք չօգտվեն էժան նավթից, արդեն թանկ կվաճառեն նրանց վրա, ինքը խփեց նաեւ տնտեսությանը այդ երկրների, չէ, եւ տեսնում եք Չինաստանում երկրաշարժեր են լինում, վիճակը Չինաստանի վատանում է, ես կարծում եմ դուք կռահեցիք ինչի հետ է կապված, որովհետև նա ով այստեղ Հայաստանում գնաց այդ պատերազմի ժամանակ հոգեբանական աջակցություններ ցույց տալիս մենք պարտվեցինք։ Հիմա ինքն դրա գնացել հոգեբանական աջակցություն ցույց տալու եւ ինքը գնացել է Չինաստան, վերջում Չինաստանի գործերը շատ վատ են լինելու։ Սա էլ էսպես։ Ուրեմն ես Պլուտոնի թե ինչ է բերում Պլուտոնը դա ներկայացնելով ճշգրիտ դուք հասկացաք որ այդպիսի թեմաներ լինեն հիմա Գրենլանդիան կվերցնի Տրամպը իսկ թե դա ինչպես է լինում ես հիմա դրան եւս կանդրադառնամ այսինքն մեջքից գալու հարվածը եւ հիմա սա ընդհանուր է սա մարդկանց էլ է վերաբերվում եւ ինքը ասենք 20 տարի մնալը Պլուտոնի մասին է խոսքը սա 2024 թվականի հունվարի 14-ին եմ ներկայացրել ուրեմն 20 տարվա համար է եւ դուք եթե գիտեք ցանկալի որ նախորոք իմանաք թե ձեզ համար դժվար ժամանակահատված է երբ է լինելու երբ են ասենք ֆինանսական դժվարություններ եք ունենալու ձեզ մեջքից հարվածել են մարդ որին դուք ընդհանրապես չեք էլ պատկերացնում այդպիսի բան բայց կարող է դա լինել որտեղ այդ էներգիաները շատ ուժեղ են ազդում են մարդու մտքի վրա եւ ինքը կարող է գնալ դա համար մարդուն վստահելը մի քիչ հարաբերական է կարող է այդ ազդեցության տակ դա համար մարդը երբեն կներես ես խაფել եմ ես չհասկացա իմ հետ ինչ կատարվեց ես այսպեսի բան ինքը գտնվել է ուղղակի այլ ուրեմն վատ էներգիայի ծանր էներգիայի ազդեցության ներքո դրա համար ցանկալի է իմանալ թե կոնկրետ Պլուտոնը 20 տարիների ընթացքում քեզ որ յուրաքանչյուրին որ թիվն է որ ժամանակահատվածն է բաժին ընկնում որպեսզի այդ ժամանակահատվածում դու լինես զգուշ եւ այն որ այդ էներգիան է գործում, որ քեզ մեջքից է անակնկալի է բերում, մեջքից հարվածում է, դու չես էլ սպասում, որ դա այդպես կլինի։ Ես նորից ուզում եմ բերեմ Տրամփ Մադուրո բանը, այդ իրադարձությունը, որը հնարավոր որ ձեր կյանքում, մարդկանց կյանքում եւս կատարվում են, միանշանակ կկատարվեն տարբեր ժամանակահատվածներում եւ
այստեղ անակնկալի բերելը մեջքից հարվածելը, հա, ասենք ճիշտ է, որքան էլ Մադուրոն գիտեր, որ Ամերիկայի հետ Տրամպը 25 թվականն է եկել լարվածություն, բայց ոչ մեկի մտքով չէր անցնի, որ ինքը կարող էր մտնել, վերցնել Մադուրոն, որքան էլ ճիշտ է պատմության մեջ նման դեպք եղել է, բայց դա վաղուց էր եւ իրենց մտքով չէր անցնում եւ որտեվ սլաքներն ուղղված էին Պուտինին, որ Պուտինը հիմա Եվրոպան է վերցնելու, այսպիսի բաներ էին տարածում, չէին պատկերացնում, որ Տրամպը կվերցնի Վենեսուելային, այդպես մեջքից անակնկալի կբերի, այդ անակնկալի մասին է խոսքը, որ այդ էներգիան է բերում Պլուտոնը եւ քեզ մեջքից հարվածում են։ Ինքը չէր մտածի, չէ՞ որ գաղա քնած տեղը գան ու իրեն տանեն, իրեն եւ կնոջը տանեն, այ տենց կողքի վրա քնած է եղել, մեջքից եկել ու իրան դռնել են։ Ինչևէ, գիտեք, նոր զենք է օգտագործվել, ձայնախլացուցիչ եւ բոլոր ախրանային բոլորին իր պաշտպաններին վնասազերծել են, լիկվիդացրել են եւ կարողացել են իրենց ուրեմն շատ արագ լույսեր անջատվել եւ այլն բոլոր այդ պատմությունը գիտեք եւ կարողացել են իրեն առևանգեն ինչի համար Տրամպը շատ ուրախ է եւ այլն եւ այլն։ Սա այդ մասին ես իհարկե այս թեմային դեռևս կանդրադառնամ եւ նաեւ նորից եմ ասում շատ դեպք ես լսում եմ ինձ թվում էր որ այսօրվա համար եմ ես ասա 24 թիվը հիմա 26 թիվն ենք ու ես այս վիդեոն նկարագրել եմ 3 այդպիսի զգացողությունների մոտ ես հիմա ուզում եմ ուրեմն լսենք հաջորդը, որը ֆինանսներին է վերաբերում։ Ահա, եկեք լսենք։ Եվ այսպես Պլուտոնը բացի դրանից, որ ես արդեն շատ ներկայացել եմ խոսել եմ Անդրեշյանյան աշխարհի աստվածն է համարվում եւ ինքը գիտեք պատասխանատվություն է նաեւ ստորգետնյա ուրեմն ընդերքի հարստությունները դա Պլուտոնին է գազը, նավթը, ոսկին, հանքերը, այդ ուրան եւ այլն բոլոր այդ հարստությունները, ջուրը, այդ բոլորը Պլուտոնն է եւ ինքը ասում գիտեք դրա համար է առաջկա 20 տարում նաեւ պատերազմներ բախումներ կլինեն նաեւ հենց այդ նպատակների համար հիմա կան այդ նպատակները։ Ահա, ես հիմա արդեն ձեզ բարձր, եթե ձեզ հետաքրքիր է դուք կարող եք վիդեո նայել, որպեսզի ես ժամանակ չկորցնեմ, լավ։ Հիմա տեսեք, ուրեմն այստեղ նաև ասացի, որ պատերազմները հիմնականում լինելու են հենց այդ բնական պաշարների համար, նավթ, գազ եւ այլն եւ այլն։ Եվ թարմ օրինակը ընդամենը մի քանի օր առաջ, որ Մադուրոին հենց ձերբակալեցին, հիմնականում դա էր պատճառը, իհարկե նարկոտիկը պատճառ բռնեցին, բայց իրենց նպատակը գիտեք, քաղաքականությունը դա շատ վատ բան է։ Եվ իրեն հենց նավթի համար, հա, լիկվիդացրեցին, որպեսզի ուրեմն ժողովուրդը չկարծի, որ հիմա կեժանացնեն ամեն ինչ իրենց համար շատ լավ է լինելու, նման բան ոչ էլ կլինի, եւ ասենք պատճառը նավթն էր։ Եվ հիմա ինքը մեկ այլ հիմա Գրենլանդիային է ուզում դառնալ վերցնել, այս հենց առանց պատերազմների խաղաղությունը չենք ուզում, խաղաղ ճանապարհով գնում է ու վերցնում է, որ երկիրը որ ուզում է եւ քանի որ ինքը հարուստ է եղել, ինչին ուզես ինքը ուզել է հասել է կամ ում ուզել է հասել է, ունեցել է եւ հիմա արդեն հերթը հասել է երկիրներ վերցնելուն, ինչպես նաեւ հետո հնարավոր է որ ինքը արդեն մոլորակները առնի, ասենք այս մոլորակը Մարսը ես եմ առնում իմնա, այնտեղ ես գնում եմ շենքեր կառուցեմ, հյուրանոցներ ու ապրենք։ Մի խոսքով, այսպես հետաքրքիր բաներ։ Դուք եւս լսեցիք, որ ուրեմն դա լինելու է եւ հիմա մենք տեսնում ենք գնում է եւ առաջիկայում եւս դա լինելու է իրենք դա սպառվում է եւ բնականաբար այդ երկիրը ունի նավթորում մենք այդ երկիրը կվերցնենք մեր ձեռքը, որովհետև ես 20 թվականից ասել եմ, որ սահմաններ են փոխվում, եւ սահմանները չեն փոխվում այդպես շատ հեշտ ու հանգիստ, հա, կամ այդ Տրամպի նման առևանգում են մեջքից, կամ ասենք պատերազմի միջոցով է դա լինում, այնպես որ շատ երկրներ, որ ասենք իրենք ունեն նավթ, հնարավոր է արդեն իրենք ավելի մեծ երկրի կուլ գնան, այս սահմանները փոխվեն, փոքրերը կուլ են գնում մեծերին։ Տեսակ արդեն ուրեմն Գրենլանդիան էլ կպատկանի ամերիկացիներին, Վենեսուելան էլ կպատկանի, այսպես ինքը իր տարածքները, իշխանությունը էլ ավելի մեծացնում։ Տեսեք,
Պուտինի մասին էին ասում, որ հիմա կվերցնի Եվրոպան սա, բայց տեսեք Տրամպը վերցեց ու ձայն չեն անում։ Ոչ մեկ ձայն չի անում, իսկ Պուտինի դեպքում աղաղակում էին, չէ՞, որ հիմա սա է վերցնելու, սա է վերցնելու, բոլորը վերցնի։ Հիմա Եվրոպան ուզում է խոսի Պուտինի հետ, որտեղ վախենում են, որ իրենց էլ կվերցնի Տրամպը։ Ոայ, այսպես բաներ, եւ ուզում եմ նաեւ այստեղ խոսել եմ նաեւ ֆինանսների մասին, գիտեք շատ հետաքրքիր է եւ մի փոքր էլ դրան կանդրադառնամ։ Այստեղ չկա թակավոր ինքը չունի այդ դիրքը պաշտոնը փողը եւ այստեղ նվազում է մասաների գիտակցությունը։ Ինքը ասում է, որ մարդիկ ինչ որ դուք համակերպվում ասենք ստանում եք 36,000 թոշակի չէ, դու դրա հետ համակերպումից կարելի է իրանք միլիարդներ լափում են, ձեզ տալիս են 36,000 մինիմալ թոշակը 36,000 դրամ, դուք ո՞նց եք դրա հետ հաշտվում, դա ոչ թե պետք է լինի 36,000, այլ 3,000։ Այսինքն ես հիմա շարունակեմ, դուք գնայեք վիդեոն, արդեն շատ հետաքրքիր է, մի շնչով նայվում է, ու կտեսնեք, որ ինքը այնքան արդիական է, կարծես թե ես 3 եմ դա նկարել, նկարահանվել ըստ եղած իրադարձությունների, այս իրադարձությունների ֆոնին։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ես անդրադարձել եմ ֆինանսներին, աշխատավարձերին, շատ ծախսերի մոտ, եթե նայում ես առաջի տեսքիչն է Պլուտոնին, կոնկրետ, կարող է թվալ, թե ինչ որ էմոցիոնալ բաներ են, բայց այստեղ ոչ մի էմոցիաներ չկա, կանցնեն տարիներ եւ դա կկատարվի։ Պաստորեն 2 տարի առաջ ես խոսել եմ դրա մասին, որ մարդկանց ասել եմ ինչ եք դուք հաշտվում այդ ցածր աշխատավարձի հետ, ցածր թոշակի հետ, եթե դուք այսօր հաշտվում եք, հետո վաղ ավելի վատ։ Եվ հիմա մենք տեսանք այդ փորձը, որ դեկտեմբերին հոգեխանգարվածը ասեց ձեզ գումար պետք չի։ Գիտեք ինչ այն ֆոնին, որ թոշակառուներին դա ասեց, այն ֆոնին, որ հարկերը բարձրացնում է, թանկացնում է ամեն ինչ, սննդամթերքը թանկացնում է, մի խոսքով շուտ բոլոր ամեն ինչը թանկացվում է, ու դրա ֆոնին ինքը գումար չի ավելացնում, աշխատավարձ չի ավելացնում, նույնիսկ թոշակառուները, որ տենց անպաշտպան վիճակում են, ասում է ձեր ինչին է պետք որ ես ձեզ փող ավելացնեմ ձեզ համար, հա։ Այդ տեսեք, եթե դուք 2024 թվականին, երբ որ այդ տեր դառնեք, ասեք բարձրացնում էր աշխատավարձը, բարձրացեք մեր թոշակները, կամ եթե այս թանկությունները ինչ ես թանկացնում, այս հարկերը բարձրացնում ես, սննդամթերքը թանկացնում ես, այս չի լինի ամեն ինչ թանկացնում ես, դրա ֆոնին դուք ստանում եք միլիարդներ, հա։ Եվ այսօր ինքը արդիական է, դուք գիտեք ինչ, եթե այստեղ դուք չեք պաշտպանում ձեր շահերը, չեք բարձրաձայնում, այստեղ ուրեմն ասում է ձեն չի հանում, կավելացնենք, էլի ձեն չի հանում, էլի սենց կանենք, հարկեր բարձրացնում են, ձեն չեն հանում, էլի կբարձրացնենք, որպեսզի մենք լավ ապրենք։ Իրանց լկտիությունը սահմաններ չունի, իրանք սոված փողոցից եկել են, ու հիմա իրանք լափում են, չեն կշտանում, ու երբեք չեն կշտանա, երբեք։ Այս վիճակն է։ Եվ գիտեք ինչ, փաստորեն դուք արդեն տեղյակ եք, որ 3 միլիարդ մենք այդքան պարտք ունենք, որը ժողովրդի ջանից է դուրս գալիս այդ որ թանկացնում են, որպեսզի ասենք հետո կարողանան տան կամ իրանք լափեն, իսկ ժողովուրդը քամեն տան պարտքերը։ 3.5 միլիարդ, մի դեպքում 3.5 միլիարդ, որ բաժանվել է նախարարներին, ԿՊԱ-ականներին եւ մյուս ազգային ժողովի դեպուտատներին եւ այլն, կարծեմ սկսվել է 3 միլիոնից ամենացածը, արդեն նախարարներ կան, որ ստացել են 9 միլիոն, դեր բնականաբար իրենք ստացել են, որպեսզի ընտրություններին դա խրախուսանքեր, այսպես ասած, որպեսզի պարտավորվեն իրենք, որ ձայներ են բերելու շատ կոնկրետ, որովհետեւ եթե դու փողը այդքան ստացել ես, հիմա դու ինձ համար պետք է աշխատես, կբերես ձայներ, մյուս անգամ ոչ թե 9 միլիոն կստանաս, այլ կստանաս 19 միլիոն կամ 29 միլիոն դրամ։ Մեկը ասենք ինքը ժողովրդին վերաբերում որպես ոչխարի, սրանք ոչխարներ են, ոչ մի բան ինչ են անում, ինչքան բարձրացնում եք, այնքան ոչխարի պես աշխատում են։ Իրանք ընդհանրապես խնդիր չունեն, իրանք պետք չի, իրանք ինչի են փողը տալիս։ Հետո իսկ մյուսօր եթե այսօր ասում է ինքը թոշակառուները, մյուսօրը ժողովրդին կասի, ձեր ինչին է փողը պետք։ Ձեզ փող պետք չի։ Եվ ինձ մի շարք թոշակառուներ եւ նաեւ ոչ թոշակառուներ ինձ խնդրեցին, որ ես իրենց մաղթանքը ուրեմն փոխանցեմ, դա այն է, որ նրանք ովքեր այդ գումարները ստացել են եւ այտենց տրանսի մեջ ընկած թռնում էին, հիշում եք ոնց էին ապրում, տրանսի մեջ ընկած իրանք սենց ուղղակի թռնում են, դե սոված էին, չէ, այտենց միանգամից միլիոններ են տեսել ու այտենց թռնում են տրանսի մեջ։ Իրանք ուրեմն ասացին, որ թող մենք ցանկանում ենք թոշակառուներ մի շարք եւ քաղաքացիներ, որ իրանք իրենց
հիվանդանոցներում, անատոմիկներում եւ գերեզմանոցներում այդպես տրանսի մեջ թռնեն, այդ փողերը ծախսեն այդտեղ։ Ես եւս միանում եմ եւ դա արդարացի է, որտեղ իրանց ձեռքը ոչ մի ճար չկա այսօր, որ իրենք ինչ որ վրեժ խնդիր լինեն, իրանց մնում է միայն այդ խոսքը ասել եւ այդքան անեծք լցվում է այդ փողի վրա, իրանք չեն ուտի այդ փողը եւ ինչպես իրենք որ ցանկացան, իրանք դա կծախսեն, իրանց հիվանդություններ կլինի, հիվանդանոցների վրա դժբախտ պատահարներ կլինի, որ կընկնեն նույն հիվանդանոց եւ այդ դժբախտ պատահարները անատոմիկներում եւ այլն գերեզմանոցներում կգնաք ու այդտենց լավ կթռնեք, այդ երաշտությունը կդնեք տրանսի մեջ ընկած այդտենց կթռնեք։ Նա ես պատահական չէ որ խոսեցի այդ ֆինանսների մասին։ Հիմա լսենք մեկ այլ վիդեո, ուրեմն ես սա ուրեմն ձայնագրվել եմ 24 թվականի հոկտեմբերին։ 24 թվականի հոկտեմբերին եմ ձայնագրել եւ ներկայացրել եմ 25 թվականը ինչ է իրենից ներկայացնում։ Սա շատ կարևոր է, որովհետեւ երևի թե սրանով էլ ավարտենք, ես շատ վիդեոներ այսպես չմիացնեմ, որովհետեւ ժամանակը գնում է ու ինչեւ է, հիմա տեսեք։ Լսենք։ Խոսում ենք 2025 թվականին։ Գիտեք ինչ է լինելու 25 թվականը, ինքը նախապատրաստել է ցանկացած իրադարձություն որ լինի, ինքը հանդիսանալու պլատֆորմ, բազա, որպեսզի արդեն շատ կոնկրետ գործողություններ կատարվեն 26 թվականին։ Այսքանը բավական է։ Հետո դուք արդեն կարող եք նայել, եթե ձեզ հետաքրքիր լինի, սա 1 տարի առաջ ուրեմն կատարվող իրադարձությունների պատվիրատուն առաջին մասն է, հա։ Այնպես որ ես ինչ եի ուզում ներկայացնել, իհարկե եթե ես նույնիսկ վիդեոները չմիացնեի, դու գիտեք, որ ես ամեն ինչ փաստորեն եմ խոսում, այնպես չի, որ ես դրա մասին ասած չլինեմ, մյուսների նման, ու ասեմ, վայ, ես sense բան էի ասել, բայց իրանք այդպես բան երբեք չեն էլ ասել, բայց գիտեմ, որ մարդիկ չեն նայում, չեն հիշում, իրանք այդպես ներկայացնում են։ Ես չեմ սիրում նման բան, եւ փաստերով եմ ներկայացնում, մնացածը արդեն դուք գիտեք։ Հիմա տեսեք, 25 թվականը ինքը նշեցի, որ ինքը նախապատրաստական տարի է լինելու, պլատֆորմ է հանդիսանելու, որպեսզի կատարվեն 2026 թվական արդեն գործողությունները կատարվեն։ Ոմանք ասում են 25 թվականից նրանք ովքեր աստրոլոգ չեն կամ նույնիսկ էքստրասենս չեն եւ այլն, բոլորը կանխատեսում են անում, մտնում են խոսում են 25 թվականից սկսվելու 25 թվականից, ասեմ ոչ ընկերներ, 25 թվականը դա նախապատրաստական ժամանակահատված է լինելու։ Եվ տեսեք, նորից փայլուն օրինակ բերում եմ Տրամպի եւ Մադուրոյի, հա, օրինակը, գիտեք, առևանգելը դա այդպես հեշտ բան չի, հա, որ ասենք մի օրում, մի շաբաթում, մի ամսում ընդհանուր, ասենք դա պլանավորել եւ իրականացնել։ Դրա համար ամիսներ է պետք։ Այսինքն ամբողջ 25 թվականը ինքը պլանները եղել են եւ ինքը նվիրել է դրան, որ դա պիտի արվի, ուսումնասիրվի եւ իրականացվի, ինչպես է իրականանալու եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը ուրեմն ժամանակ էր պահանջում։ Ժամանակ էր պահանջում նաեւ ուրեմն Գրենլանդիայի վերցնելը, այդ հայտը ներկայացնելը, դա մի օրում չարթնացավ ու որոշեց վերցնել, որտեղ այդտեղ դու շատ բաներ պետք է ուսումնասիրես, նույնիսկ այնտեղ ինքը բնակչությանը փողեր առաջարկում, յուրաքանչյուրին $100,000 եւ այլն, այսպիսի բաներ կան, Կուբան, Մեքսիկան է ուզում վերցնել եւ դա նորից եմ կրկնում 1 շաբաթում, 1 օրում կամ 1 ամսում արվող ուրեմն պլաններ չեն, հա, իրենք այդ իրադարձությունները այդքան դու շուտ չես կարող անել, դրա համար ժամանակ է պետք։ Եվ այս փաստերը, ես ինչու սա միացրեցի, որպեսզի դուք լսեք, որպեսզի եւս մեկ անգամ համոզվեք, որ արվել է գեր ճշգրիտ կանխատեսում, այսինքն լրիվ ճիշտ 25 թվականը իսկապես եղավ նախապատրաստական տարի, որպեսզի 26 թվականի սկսվի։ Ես իդեպ ուրեմն 2020 թվականից եմ ասել, որ 26 թվականից սկսվելու է քաոսը, իրական քաոսը կամ երրորդ համաշխարհային եւ այլն սկսվելու է 2026 թվականից եւ հենց հունվարի 3-ից էլ Մադուրոյի բացումն արվեց եւ չմոռանանք Իրանի դեպքերը, որը ես 2 անգամ էլ արել էի ճիշտ կանխատեսում, ասել էի դեռևս կշարունակվի, ես խմորը դեռ ջուր է վերցնելու, նույնիսկ վերել էի օրինակ չէ, որ իրենց նախագահը Պեզեշկյան ինքը արյունով եկավ եւ ասեցի, որ ինքը արյունով էլ գնալու է։
Եվ այդ ամենը, այսինքն Իրանի դեպքերը չէ, հրահրեցին, այնտեղ 5-րդ կալոնն աշխատեց, 5-րդ շարասյուն աշխատեց, բնականաբար այդ ամեն ինչը Մոսադը շատ լավ աշխատում է եւ հրահրեցին, բերեցին, հասցրեցին այդ վիճակին, որ բավականին մարդիկ են մահացել, ինչև է, եւ նույնիսկ արդեն Տրամպը սպառնում է, որ կարող է հարձակվել եւ այլն, եթե այնտեղ ուրեմն մարդկանց կախեն, սպանեն եւ այլն այսպիսի բաներ եթե լինի, ես անպայման կհարձակեմ, բնականաբար ինքը մարդկանց մասին չի մտածում, որովհետեւ այստեղ այս մոլորակում ոչ մեկ մարդկանց մասին չի մտածում, դա շատ պարզ է, պարզապես ինքը ուզում է նաեւ դրան տիրանալ, որովհետեւ դա ջհուդների վաղեմի երազանքն է, ինչի համար ես նորից ասում եմ վիդեոյում, որ իրենք բերեցին Տրամպին իշխանության, որպեսզի կարողանան Իրանի հարցերը եւս կարգավորեն, թե այնտեղ իշխանություն կփոխվի, թե իր պայմանները կթելադրի Տրամպը, մենք այդպես ընթացքում կտեսնենք։ Ես ասեմ, որ խոսել էին նաեւ ուրեմն ճանապարհի մասին։ Այսօր թրիփը Տրամպի ճանապարհը, որ լինելու է, դա լինելու է եւ քանի Տրամպը կա, հպարտը կա, ուրեմն այդ ճանապարհը լինելու, ես կարծում եմ կլինի ոնց էլ լինի կփոկեն այդ ճանապարհը, կարող են շատ հանգիստ մտել, գողանալ, ասենք հոգեղ հանգարված գժին, իրեն գողանալ ու ասեն, գիտեք, արդեն Հայաստանը խոսքի Թուրքիան, արդեն Հայաստանը իմն է։ Լացելի բան է, ծիծաղում եմ, դա ուղղակի բանից։ Այս ձևով կարան անեն կամ ուղղակի առանց գողանալու, որովհետև ինքը ամեն ինչ անում է եւ իրան պահում են եւ ասում են, որ դու պիտի լինես անպայման ընտրություններում դու պիտի ընտրվես։ Ինչեւ է, ես խոսել եմ այդ ճանապարհին 2024 թվականին, դեռ ոչ մի քաղաքական գործիչ այդ թեմային չէր անդրադառնում, չէր պատկերացնում, ինչպես որ չէին պատկերացնում 2020 թվական ասեցի երկիրը մաս տալու է Թուրքիին, դա չէին պատկերացնում։ Եվ այդ ճանապարհի մասին ես իհարկե ասել եմ 24 թվականին եւ հենց այդ հաղորդման մեջ է ֆրանսերեն որ գրված է վերնագիրը, հա, այդտեղ է եւ կարող եք նայել, ես ժամանակ չկորցնեմ, այնպես որ ճանապարհի մասին եւս ասել եմ եւ դա այսօր իրականություն է դառնում, այնպես որ ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մեկ ես չեմ անդրադառնում, հասկացաք Բոշեքին, գուշակների մասին չի, նրանք ինչ որ բան չեն, որ ես համացան մեջ մտնեմ, ինձ համար անպատվություն է, որ ասեմ, այ իրանք չեն արել, իրանք ով են, որ անեն կամ չանեն կամ կարողանան նման կանխատեսում անեն, այնպես որ նաեւ ես խնդրում եմ, որ ինձ համացան մեջ չդնեք Բոշեկի հետ, ես շատ խնդրում եմ, չասեք ինձ դուք ամենալավ աստղաբանն եք, ամենավատ աստղաբանն եք, այսինքն դուք ինձ համացան մեջ եք դառնում այդ սատանիստ Բոշեկի հետ, անգրագետների հետ, որ ինձ համար վիրավորական է Հայաստանում պրոֆեսիոնալ աստղաբան չկա։ Ցույց տվեք մի աստղաբանի, որը նման կարևորագույն կանխատեսումներ արել, բերեք փաստը դրեք իմ առաջ 24 թվականին, ես ասել եմ այդ ամեն ինչի մասին, բերեք այն մարդուն, որ 23 թվականին ընդհանրապես ինֆորմացիոն դաշտում նույնիսկ բերեք իմ սեղանին դրեք, որ 23 թվականին դրա մասին ինքը խոսել է, կամ 25 թվականը ասել է, որ այդպիսի տարի է։ Այնպես որ ինձանից առաջ, եթե դա ասել են, բնականաբար ինձանից գողանում են, ինձանից հետո են ասում։ Սա իգիտություն, ուրեմն եւ մենք կտեսնենք էլի իրադարձություններ կկատարվեն 26 թվականը Գիտեք, ես ասացի նաև, ասել եմ նաև հիմա չմիացնեմ նորից, որ ինձ անհանգստացնում է հոկտեմբերին եմ ասել 25 թվականի, որ ինձ անհանգստացնում է մարտ ամիսը, փետրվարի կես մարտ ամիսը, որովհետև այստեղ երկու կարևոր իրադարձություններ են, իրար մեն շատ ուժեղ էներգիա է եւ դա գիտեք այդ էներգիաները 2-3 ամիս ընդհուպ տարածում են եւ դրա համար հենց հունվարից էլ սկսվեց տարին սկսվեց ու հունվարից այս իրադարձությունները սկսվում են 25 թվականի նախապատրաստական տարի էր նախապատրաստում էր եւ իրանք նախապատրաստվում էին դրան եւ այդ ամենը իրականացրեցին եւ հիմա այդ իրադարձությունները երկու կարևորագույն իրադարձություններ, որ ես հիմա կանդրադառնամ, փետրվարը կներկայացնեմ ու կանդրադառնամ, իրենք ուրեմն ծանր էներգիաներին դա ինձ անհանգստացնում է։ Արդեն սկսել է եւ գիտեք ինչ, այստեղ արդեն ասացի, որ թագավոր են գնում, տեսեք, ես ասի թագավոր են գնելու երկրի ղեկավար եւ դա կատարվեց, ասում եմ ուժեղ էներգիան ինքը տարածվում է փետրվար-մարտ, արդեն հունվարին դա եղավ եւ դա եւս ճշգրիտ, գերճշգրիտ կանխատեսում, հա, ուրեմն դա ու հնարավոր է որ նորից կարող է լինել։
այսինքն միայն Մադուրոն չսահմանափակվի։ Դե գիտեք, հիմա տեսեք, եթե ինքը Գրենլանդիան վերցնում է, նշանակում է, որ այդտեղի ղեկավարը ինքնաբերաբար դուրս է գալիս, այստեղ արդեն ուրիշ մարդ է ներկայացվում, ինքը եւս դուրս է գալի, հանվում է, զրկվում է իր պաշտոնից, չէ՞։ Հետո եթե հետագայում ինքը Մեքսիկանա վերցնում, Կուբանա վերցնում, դա ինչպես դա իրան կհաջողվի, չի հաջողվի, այստեղ այդ ամեն ինչը լարվածություն է առաջացնում։ Եվ հիմա հնարավոր է այստեղ բացի թագավորներ ընկնելուց, փաստավոր դուք տեսակ կարող է լինել նաև օգտագործվել վտանգավոր զենք։ Տեսեք, Մադուրոն վերցնելու համար նոր զենք օգտագործվել։ Եվ անմիջապես այդ ազդել այդ մարդկանց վրա, մահացել են, կարծեմ 1 հոգին է ողջ մնացել, մնացածները մահացել են։ Մենք ունենք հետևյալ իրավիճակը։ Փետրվարին ինքը առանձնանում է նրանով, որ եւ փետրվարի եւ մարտը հունվարից է սկսվել, բայց այդ փետրվարի մարտի էներգիան գնացել է դեպի հունվար եւ գնա մյուս կողմ եւս։ Եվ հիմա տեսեք, փետրվարի 17-ին տեղի ունենալու Արևի օղակաձև խավարումը ջրհոսի նշանում։ Դա իհարկե լավ խավարում է, բայց 17-ից հետո մենք գտնվելու ենք խավարման միջանցքում։ Մարտի 3-ին արդեն տեղի ունենալու լուսնի խավարումը, լուսնի ամբողջական խավարումն է լինելու։ Մարտի 3-ին 15:37 վայրկյան կույսի նշանում է լինելու 13 աստիճանում։ Եվ պատկերացրեք, որ մոտ 15 օր եւս կա, եթե ոչ 1 ամիս, այդ վատ էներգիան լինելու է, այսինքն այստեղ մենք ունենք 2-3 ցուցիչ, հիմա այդ երրորդի մասին է ուզում խոսել, փետրվարի 17-ին Արևի, ուրեմն օղակաձև խավարումն է, այնուհետև խավարման միջանցք, այնուհետև լուսնի խավարումը ամբողջական վատ խավարում է դա եւ այստեղ հաջորդ մյուս իրադարձությունը, որ լինում է, որի մասին ես արդեն ասել եմ, վատ միացություններ կան, այդ բոլորը 1 խավարման միջանցքը եւս հաշվարկենք 1, 2, 3, 4 ցուցիչ մենք արդեն ունենք, որ այդ 4 ցուցիչը ինքը արդեն բերում է շատ ծանր էներգիա եւ կատարվելու է բարդ իրադարձություն, ծանր իրադարձություն է լինելու։ Եթե չգիտեմ, եթե տենց Տրամպը թագավորներին լիկվիդացնի, գողանը առևանգի եւ այլն, ու տենց պատերազմներ չլինեն, կարող է տարբերակներ լինի, չգիտեմ, բայց ասենք երկրներին տիրանալ այդ ձևով, ոչ մի օրենք, ոչ մի բան, ինչ ուզում անում է, ոնց ուզում է վարվում է, սա նորմալ երևույթ չի։ Հա, այսպես ինքը հզոր լինելով, ասենք, ինքը շատ երկրներ կարող վերցնի։ Հետո արդեն կարող է, որ բոլորը ուրեմն սլաքներն ուղղել էին Պուտինի դեմ, հիմա բոլորը սլաքներ կուղեն Ամերիկայի դեմ, բայց իհարկե ջհուդները կանգնած են Ամերիկայի ուրեմն կողքին եւ այդ Մադուրոյի գումարները, փողերը, միլիարդները եւ այլն, փողը ջհուդների ձեռքում է, այդ ամբողջը իրենք ղեկավարում են եւ վարվում են այնպես, ինչպես իրենք ուզում են։ Դա հարստացնում է, դա հզորացնում է Տրամպին, Ամերիկային, ի վնաս աշխատում է Ռուսաստանին եւ Ռուսաստանը եւս պիտի ինքը ավելի ես կարծում եմ պիտի սթափի ու կոնկրետ քայլեր անի, որովհետև գիտեք ինչ, փոքր երկիրը չի կարող լինել անկախ։ Ես կարծում եմ արդեն ձեզ համար պիտի դա հասկանալի լինի, փոքր երկիրը անկախ, հետո կգա ինչ-որ մեկը կվերցնի։ Դու միշտ էլ պիտի ինչ-որ տեր ունենաս ու այդ ընթացքում էլ ճիշտ քաղաքականություն վարես, որպեսզի այնտեղ շահերի, հասկանաս, եթե շահերի փոփոխություն կարող են քեզ մեկ ուրիշը վերցնել, գողանալ եւ այլն, պետք է զգուշ լինել։ Մի խոսքով անընդհատ ձեռքդ պետք է լինի զարկերակի վրա, երբ որ երկրի ղեկավար ես, դե շիզոֆրենիկին ինչի մասին է խոսքը, իր մասին չի, նորմալ ղեկավարի մասին է, բայց պետք է իմանանք, որ ամբողջովին անկախ լինել ունենալ քո փողը, քո լեզուն եւ այլն, դա շատ լավ է, եթե քեզ հաջողվի, դա շատ լավ է, բայց մտածել, որ մենք ոչ մի երկրի չպետք է բան անենք, ենթարկվենք ոչ մեկ բան չանի, մենք միայն մենք, տես բան չի լինում, էլի շատ միամիտ է ու շատ պրիմիտիվ է նման մտածողությունը, որովհետև դու պիտի մտածես ում հետ եւ ինչպես քաղաքականություն վարել, ում թևի տակ մտնել, եթե դու փոքր ես, այսօր մենք տեսնում ենք ինչեր է կատարվում,
ու կան մարդիկ, որ մենք անկախ չի լինում, անկախ միայն լեզուն եւ քո փողը քո լեզուն ունենաս, բայց պետք է այսպես թե այնպես ինչ որ մեկին պատկանես, ինչ որ մի գերտերության պետք է պատկանես, այնպես որ ասել, որ մենք ոչ մեկի չպետք է պատկանենք, մենք պետք է անկախ լինենք, ոչ մեկի հետ գործ չունենանք, դա բան չի լինում, ինչ որ մեկի թևի տակ պետք է մտնես, քեզ թույլ չեն տա, որ դու ինչ որ քաղաքականություն վարես, փոքր երկիր ու դու քեզ քաղաքականություն ես վարում, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի մեջքին կանգնած է Թուրքիան, հավատարիմ Թուրքիան, այ մենք էլ պետք է կարողանանք այնպիսի քաղաքականություն վարենք, որ մեր թիկունքին այդտենց երկիր ունենայինք ու մենք ասենք ոչ միայն Թուրքիանը կանգնած, նաև Իսրայելը, որտեղ Իսրայելն է ստեղծել Ադրբեջանը, Իսրայելն է ուղեղը ղեկավարում է, Թուրքը գործիքն է, այնպես որ այդ ամեն ինչը եւ ես տարիներ շարունակ որ ասում էի ուրեմն առավելությունը թուրքերի կողմն է, քանի տարի եմ ասում, որ իրենց առավելությունը դուք դա կտեսնեք, ինձ հակառակ նստում էին այդ սատանիստ գուշակները եւ ժողովրդին մոլորեցնում էին, ասելով, որ մենք ամեն ինչ լավ է լինելու, մեռնելու են, վերելք ենք ունենալու, այս բաներ անընդհատ դա շարունակվում է, այս այլանդակությունը, այլասեռությունը տարածվում է, ես աղաղակում էի, որ ընկերներ, թուրքերն ակտիվանալու են, տեսեք ընդհանուր, որ արդեն բենզին են բերում այստեղ վաճառում, եւ այստեղ կարող է նաեւ, գիտեք ինչ տարբերակ, երբ որ հպարտը չի ավելացնում աշխատավարձը, թողնում է, որ ինքը աշխատավարձը շատ ցածր լինի, թանկություն ամացնում, գիտեք ինչի համար նաեւ մի տարբերակ որպեսզի երբ որ Թուրքիայից Ադրբեջանից էժան ապրանք կբերի Թուրքիայից մասնավորապես արդեն ժողովուրդը արդեն ուզի թե չուզի, հա, ասենք թուրքականա մի առեք եթե այսօր այդ ագիտացիանա տարվում որ չպետք է օգտվել թուրքական բենզինից, ես կոնկրետ չեմ օգտվում բնականաբար, արդեն մյուս մթերքները մարդիկ են վիճակում կլինեն, որ փող չեն ունենա, ուզեն չուզեն, արդեն պիտի այդ էժան մթերքներից օգտվեն։ Այ այս քաղաքականությունն է նաև տարվում ամեն ինչ թանկություն անել, փողը չբարձրացնել, թքել ժողովրդի երեսին, նսեմացնել իր ոչնչություն լինելով հանդերձ ու հետո ուրեմն այդ ապրանքը բերել մեր ուրեմն արտադրությունը որպեսի փոխանակ մենք զարգանանք, մենք արտադրենք, այդ ամեն ինչը կսպանվի եւ որտեւ Ադրբեջանն ինչքան ժամանակ տարի ասեմ, այստեղ Էրդողանն է ղեկավարում։ Իրանք բերում են բենզինը, իրանք որոշում են դու հետ պիտի համագործակցես, ինչ անես, որտեվ սա իր երկիրն արդեն ինքն է որոշում։ Դու ումից կառնես, ոնց կառնես, ինչ կառնես եւ բենզինը ինքը բերում է, չի թողնում ուրիշներից վերցնել, ինքը կբերի կտա կասի, որտեվ սա արևմտյան Ադրբեջանն է, իմ երկիրն է, ես էլ այդ ամեն ինչ անում եմ։ Եվ եթե հանկարծ մնաց հպարտը, եթե հանկարծ ընտրություններում, եթե դու գնացեք ընտրություններում, ուրեմն իմացեք, որ հպարտը մնալու է։ Եթե մինչև ընտրությունները հպարտին չլիկվիդացնեն, ուշադիր, եթե մինչև ընտրությունները հպարտին չլիկվիդացնեն, ուրեմն իմացեք, որ ընտրությունները ինքը կսպանի, բանտերը կլցնի, կոչնչացնի, կմորթի, կնկարի թիվը ու կասի ես եմ անցել, ոչ մեկ չի կարող իր ձեռքը բռնել։ Այսօր միլիարդները թալանում են, լկտիաբար այդ փողերը իրանք ուտում են ու ով է իրան ձեռքը բռնում, կա ինչ որ մի օրգան, մի մարմին, որ իր ձեռքը բռնի, ասի գիտես, ինչ դու իրավունք չունես, այս սոված երկրում մարդկանց վիճակը այսպեսին է, դու այդ միլիարդներ ստանաս, մենք քեզ թույլ չենք տալիս։ Պարզապես թույլ չենք տալիս, այդ պարտքը մեր վրա, դուք այդքան 13-րդ աշխատավարձ, այդքան բարձր աշխատավարձ պարգևավճարներ թալան, այդ ամեն ինչը չպիտի լինի։ Մենք քեզ թույլ չենք տալիս, երբ որ կլիներ այդպիսի մարմին, այդ ժամանակ ասեք, գիտեք, գնացեք եւ իրեն մի ընտրեք կամ ընտրեկում ուզում եք եւ դե դևին բնականաբար պետք է չընտրվի թուրքը դևին եւ այստեղ հնարավոր է որ ընտրել ենք նայել հենց անցնի, բայց այս պարագայում որ մենք չունենք այդպիսի մարմին, գոյություն չունի այդպիսի իրավական մարմին, չել ունենա, ցանկացած մարդու համարապետ, ով ուզում է գա, այդպիսի մարմին պետք է լինի, որպեսզի վերահսկի նախագահին, վարչապետին վերահսկող օրգանի, դա ժողովրդի կողմից կլինի, եթե հանկարծ ինքը ծախվեց ղեկավարությանը, ինքը ավտոմատ դուրս է գալիս, առանց քննարկվելու, այդ փաստերը դրվում է սեղանին, ինքը ավտոմատ դուրս է գալիս։ Այսինքն ինչ որ մի սխեմա, ինչ որ մի բան պիտի լինի, մարմին պիտի լինի, որպեսզի դա լինի։ Եվ հիմա եթե դու գնաք, ես ասել եմ տարբերակը, ես ժամանակ առ ժամանակ դրան կանդրադառնամ, եթե իրան չլիկվիդացրեցին, ուրեմն ինքն է ընտրվելու եւ դուք այդ ընտրության օրը դուք պիտի հավաքվեք հրապարակում եւ բոյկոտեք, կանեք, կփրկվեք, չէ՞ կանի, ուրեմն այստեղ կլինի Թուրքիա, կգան, կմորթեն, ձեր տները կվերցնեն, մի խոսքով
հայտարարակ բան է լինելու, ասենք շատ հանգիստ կարա ինքը արդեն գա համաձայնության գա Տրամպի հետ ու գա շատ հանգիստ է վերցնի։ Ասի գիտեք, արդեն դուք բաց հայտարարեն, որ սա Թուրքիա է եւ ովքեր ուզում են կընդունենք սովորեն Թուրքիայի վայլն թուրքերեն կընդունեն, որ իրանք պետք է մնան ստեղ, սա մեր երկիրն է, կհաշտվեն, կապրեն, ուրեմն կապրեն։ Եթե չէ, ուրեմն կարող են թողնել գնալ։ Այսպեսի իրավիճակ կլինի։ Եթե մնաց հոգեխանգարված գիժը, ուրեմն սա է ձեր փրկությունը միայնակ, ովքեր կասեն գնացեք ընտրությունների, գնացեք, դրանք ուրեմն պարզապես ուզում են իրանք նորից մնան ազգային ժողովում, որպեսզի այդ միլիոնները լափեն, որտեղ եթե իրանք չընտրվեն ազգային ժողովում չլինեն, սոված նստել են, բայց միլիոնները ոնց են ստանալու։ Դրա համար իրանք ժողովրդին օգտագործում են նորից, ոնց որ միշտ օգտագործել են։ Ու ասում են ժողովուրդ դու գնացեք ձեր ուզած մարդուն ընտրեք, որպեսզի իրանք տեսնեն ինչքան ձայներ են գողանում, ինչ են անում, ոնց են համաձայնության գալիս, որտեղ պիտի 3 ուժ լինի, 3 կուսակցություն եւ կարողանան տեղավորվել այդտեղ ու այդ միլիոնները լափեն, երկիրը ծախեն ու միլիոնները լափեն եւ ձեր փրկությունը միայն գնալ հավաքվել հրապարակում եւ բոյկոտել ընտրությունները, որ եթե Իրանը կադրված, ուրեմն դուք չեք գնում ընտրության։ Եվ վերջ։ Թուրքերն են գումար տալու մեծ, Եվրոպան էլ օգնելու, Եվրոպան արդեն ասել է մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ինքն ընտրվի։ Ունենց որ այսքանից հետո նման հայտարարություն անել, որ գնաք ընտրությունների, չգիտեմ, դա պետք է շատ տգետ լինես, որ այդպիսի հայտարարություն անես կամ էլ քո շահերը կունենաս, այդ երկու տարբերակն է եւ գիտեք ինչ եմ զարմանում, չնայած տեսեք հոգեվորականները լավ չպատկերացրեցին, որ իրենք ՆԵՌ-ի հետ գործ ունեն, որովհետև եթե հասկանային, իրանք իրենց գործը կհասցնեին ավարտին, ինչ գնով էլ դա ուզում էր լիներ։ Բայց իրանք ավարտին չհասցրեցին ու չհասկացան, որ եթե իրանք չհասցրեցին, ապա ՆԵՌ-ն այդ գործը հասցնելու ավարտին։ Եվ փետրվարին, այնպես չի, որ այդ գործը քնեց, փետրվարին անդրադառնալու են ինչ-որ հարցեր, ծրագրեր, վերանայելու են եւ այլն եւ այլն։ Ես ասեմ, որ վտանգավոր ժամանակ է, ես դրա մասին խոսել եմ եւ ՆԵՌ-ը ինքը տենց հեշտությամբ չի ուրեմն հրաժարվում, հետ կանգնում, հա, ինքը հասցնում է միջև վերջը եւ հնարավոր է, որ ինչ-որ վնաս հասցնի, թե տեսնի, որ ասենք ոչ ոք չի կարողանում ժողովրդի կողքը չի կանգնում եւ այլ եկեղեցու կողքին է, ինքը հնարավոր է, որ ինչ-որ մի վնաս հասցնի։ Դա բարդ բան չի, հետո կասի, որ ինֆարկտ ստացավ ու մահացավ, որովհետեւ վեհապարի մոտ կան դժվար ասպեկտացիաներ եւ ճակատագրական ուրեմն իրավիճակ կարող է լինել։ Այնպես որ ինչպես մի քանի տարի առաջ ասել եմ, այստեղ ղեկավարում է Էրդողանը։ Դուք պարզապես ինձ չեք լսում, չեք պատկերացնում, որ դա իրականություն է, ինչպես որ շատ բաներում չեք լսել ինձ։ Եվ հիմա ինչ ունենք փետրվարին, ուրեմն կարևոր իրադարձությունը ասացի, որ դա արևի օղակաձև խավարումն է, Ուրանը դառնում է ուղղընթաց, որ գտնում է ցուլի նշանում, Սատուրնը մտնում է խոյի նշան արդեն, Պլուտոնն այնտեղ ինքն էլ մտնում է եւ Մերկուրին կմտնի ձկան նշան, այդտեղ էլ հենց կլինի ինքը հետընթաց եւ Վեներան կմտնի ձկան նշան, որտեղ ինքը գտնում է էքզալտացիայում, սրանք էին կարևոր իրադարձությունները եւ բնականաբար արևը ինչն է հետաքրքիր, ես նույնիսկ ժամն եմ նշել, արևը փոխելու է իր նշանը, բնականաբար ձկան նշան կմտնի, բայց փետրվարի 18-ին, սովորաբար փետրվարի 19-ն է համարվում, չէ՞, ձուկը սկսում է այդ ժամանակ, բայց փետրվարի 18-ին ժամը 19:51 արևը արդեն կգտնվի ջրհոսի նշանից դուրս կգտնվի ձկան նշանում, այնպես որ 26 թվականի 18-ին երեկոյան ծնվածը արդեն կլինի ձուկ, իսկ առավոտյան ծնվածը կլինի ջրհոս։ Այսինքն հետաքրքիր իրավիճակ կարող է լինել։ Նաև մենք ունենք լիալուսին, լիալուսինը կլինի փետրվարի 2-ին,